Փարտիրոջ այսօրվա համար ես ողջունում եմ ձեզ սիրելի եկեղեցի։ Слава Господу, я приветствую вас, возлюбленная церковь. Այնքան լավ է, որ այս շաբաթ օրը դուք այստեղ եք։ Как хорошо, что в эту субботу вы здесь, Որ մենք իրար հետ եկել ենք պաշտենք Աստծուն։ что мы вместе пришли почитать Бога. Ու թող սա սովորություն լինի մեզ։ И пусть это будет обычаем для нас. Եվ երբեք դա մեր սրտից դուրս չգա։ И никогда не выходит из сердца нашего. Շաբաթ օրը Субботний день, դա Տիրոջն է։ он принадлежит Богу. Եվ մենք պետք է տանք իրան։ И мы должны Ему отдать. Аминь. Փառ Տիրոջը, փառք Слава Հիսուսին։ Господу, слава Иисусу. Եվ այսօր կիսվեմ ես Աստծո խոսքով սիրելիներս։ И буду с вами делиться Словом Божьим, возлюбленные. Այս խոսքը երկար ժամանակ է իմ սրտի մեջ, Это слово давно в моем сердце. եւ գիտեմ, որ շատ կարեւոր է մեր համար։ Я знаю, что оно важно для нас. Գիտեք, մեր կյանքում Знаете, в нашей жизни իրադարձություններ են լինում տարբեր, разные обстоятельства бывают, որ ուրախություններ են պատճառում, которые нам причиняют радость, մեզ ուրախացնում են։ радуют нас. Կամ մի լավ լուր ենք լսում, Или слышим хорошую новость, կամ սպասված լուր ենք լսում, или ожидаемую новость, ուրախանում ենք։ радуемся. Ինչ որ մի հատ բան ենք երազել կամ ցանկություն ենք ունեցել, նպատակ ենք դրել, О чем-то мечтали, имели желание, ставили цели, հասել ենք դրան, достигли этого, նորից ուրախանում ենք։ снова радуемся. Գիտես, տարբեր իրադարձություններ կարող են լինել։ Разного рода обстоятельства могут быть. Երեխա կարող է ծնվել, Дети могут родиться. ամենալավ իրադարձություններից մեկը, որ մեր հարազատներից ինչ որ մեկը ապաշխարում է, Одно из самых лучших обстоятельств, когда кто-то кается из наших родных, որ ուրախանում ենք, что мы радуемся. լավ աշխատանք է լինում, Хорошая работа, ելի ուրախանում ենք, тоже снова радуемся. ու տարբեր իրավիճակներ, И разного рода տարբեր обстоятельства. իրադարձություններ, Разного рода обстоятельства, որ մեզ առիթ հա տալիս ուրախանալու которые дают нам повод радоваться մեր կյանքում։ в нашей жизни. Ամեն։ Аминь. Եվ ուզում եմ ասեմ, И хочу сказать, բայց կա մի ուրախություն, но есть одна радость, որը տարբերվում է այս ամեն ուրախություններից, которая отличается от всех этих видов радости, որը գրված է Աստծո խոսքի մեջ։ которая написана в Слове Божьем. Դա փրկության ուրախությունն է։ Это радость о спасении. Եվ ես ուզում եմ խոսամ դրա մասին, Я хочу об этом говорить. եւ հենց այսպես էլ վերնագրել եմ փրկության И ուրախություն։ так и назвал проповедь. Радость спасения. Այս փրկության ուրախությունը И радость спасения, ինքը նման չի այդ սովորական ուրախություններին մեր կյանքի։ она не похожа на такие обычные радости в нашей Ինքը жизни. ամբողջովին տարբերվում է։ Она всецело отличается. Եվ մենք կնայենք դա Աստծո խոսքի մեջ։ И мы это увидим в Слове Божьем. Հիմա ուզում եմ մի պահ, И в один момент, ուղղակի մի պահ։ Ընդհանրապես ասում են լավ չի որ անցյալը մենք հիշենք, գնանք անցյալ, и вообще говорится, нехорошо вспоминать прошлое, բայց մենք մի պահ կգնանք անցյալ, но мы в один момент пойдем в прошлое. բայց լավ բաները հիշելու համար վատը չէ։ Вспоминая хорошее, неплохое. Հիշենք մեր կյանքը, Вспомним свою жизнь, այն պահը, тот момент, երբ որ մենք ապաշխարեցինք, когда мы покаялись, երբ որ եկանք եկեղեցի, когда пришли в церковь, մենք ընդունեցինք Հիսուսին, приняли Иисуса, աղոթ քարեցինք։ молились. Մի պահ հիշենք, Вспомним в один момент, ամեն մեկը ինչքան թանկ էին մեր համար, как были дороги все для нас, ամեն մեկը ինչքան սուրբ էին մեր համար, насколько были святы все для нас. ամեն ինչ ուզում ենք եկեղեցում անեինք։ Хотели все делать в церкви. Այդ ժամանակ չկար իմ ու քոն, Не было тогда мое, твое. այդ ժամանակ չկար ես իմ ծառայությունը, այն իմ ծառայությունը չի։ Это мое служение, это не мое служение. Որտեղ հասնում էինք, ամեն ինչ անում էինք։ Куда руки доходили, мы все делали. Մեր սիրտը վառվում էր И դրանով։ наше сердце, оно горело в этом. Ճիշտ եմ չի ասում։ Я же правильно говорю. Այնքան լավ էր, չէ՞։ Как хорошо было. Ամեն։ Ու Аминь. գիտես, երբ որ խոսում ենք, Но когда мы говорим, մինչև այս խոսքը պատրաստելը եղավ, որ շատ մարդկանց հետ խոսեցինք, и пока я готовил это слово, мы с многими людьми общались. ես հասկացա, որ մենք սրա կարիքը շատ ունենք։ И я понял, что мы нуждаемся в этом. Շատ ունենք սրա կարիքը։ Очень нуждаемся в этом. Այդ փրկության ուրախությունը, որ մեր մեջ լինի միշտ, Чтобы радость спасения всегда была в нас. եւ դա պետք է չկորի մեր մեջից, И это не должно уходить из нас. եւ դա չպետք է հեռանա մեր կյանքից։ И не должно отдаляться от нашей жизни. Ինչպես եղել է առաջ, Как было раньше. եւ մենք հիմա կարող ենք միգուցե մնացում եւ մտածում խոսում ենք, Может быть, мы в какой-то момент сидим, եւ говорим, եղել է այդ думаем. ձևի И բաներ, так бывает. ես էլ եմ այդ ձևի բաներ Я ասել, тоже говорил такие вещи. առաջ ինչ լավ էր, Как хорошо было раньше. առաջ սենց էր, Раньше было так. առաջ սենց էինք անում, Раньше мы делали так. առաջ իրար համար հոգ էինք տանում, Раньше друг о друге առաջ заботились. անկախ ամեն ինչից անում ենք ամեն ինչ,
мы независимо от всего сделали все. Բայց հետո հասկանում եմ մի բան, Потом я понимаю одно. որ թե առաջ, Ранее թե հիմա, или сейчас, թե ապագայում, или в будущем. դա մեզանից է կախված, դա կմնա թե չի մնա։ Это от нас зависит, это останется или нет. Եվ մենք կարող ենք դա պահել։ И мы можем это сохранить. Մենք կարող ենք դա պահել Мы մինչև можем մեր это կյանքի сохранить վերջ, до конца своей жизни. որ այդ փրկության ուրախությունը մեր Чтобы մեջ լինի։ радость спасения была в нас. Եվ եկեք մի պահել հիշենք Դավիթի կյանքը։ И давайте в один момент вспомним жизнь Давида. Դավիթը, Давид, երբ որ դեռ պատանի էր, когда был еще юношей, նրան ուզեցին թագավոր։ его помазали в царя. Ես հավատում եմ, որ այդ ժամանակ ինքը անգամ չէր հասկանում ինչա կատարվում։ Я верю, что он даже в этот момент не до конца понимал, что происходит. Իր կյանքում սկսեցին իրադարձություններ կատարվել։ В его жизни начали происходить вещи. Եվ հետո հասավ այն պահը, որ նա դարձավ թագավոր։ И пришел момент, когда он стал царем. Եվ նա Աստծո հետ էր։ И он был с Богом. Եվ նա անում էր այնպես, ինչպես որ Աստված էր ուզում որ И он աներ։ делал так, как Бог хотел, чтобы он Միշտ делал. Աստծուն հարցնում էր, ո՞նց անեմ Տեր։ Всегда спрашивал Бога, что мне делать, Գնամ Господь? պատերազմի, թե չգնամ պատերազմի։ Идти на войну или не идти? Որտեղից ես գնամ, Откуда мне идти? որտեղից հարցակվեմ։ Откуда мне нападать? Եվ ամեն ժամանակ И во всякое время ինքը զբաղված էր он был занят Աստծո գործով։ делом Божьим. Ինքը զբաղված էր Աստծո կամքը անելով։ Был занят исполнением воли Божьей. Ինքը ժամանակ էլ չուներ մտածելու ոչ մի бан։ У него не было времени о чем-то думать. Ինքը գիտեր, որ կանչված է, Он знал, что он призван. ինքը гիտեր, որ նա օծված է Он знал, что он помазан. Աստծո գործը անելու։ Делать дело Божье. Եվ Աստծո գործը անելու ոչ թե այնպես ինչպես ինքն է ուզում, И делать дело Божье не так, как он желает того, այլ այնպես ինչպես որ Տերն է ուզում։ а так, как Господь хочет. Եվ եղավ մի պահ իր կյանքի մեջ, И был момент в его жизни, որ նա что он մի օր որոշեց решил в один день, զբաղված չլինի Աստծո գործով։ не быть занятым делом Божьим. Թող բոլորը գնան պատերազմի, ես մի օր հանգստանամ։ Пусть все идут на войну, а я буду отдыхать в один день. Եվ այդ ժամանակ իր կյանքի մեջ շատ դժբախտ դեպք տեղի ունեցավ։ И в это время в его жизни трудная ситуация была. Եվ նա անգավ մեղքի մեջ։ И он впал в грех. Եվ սա շատ լուրջ է մեր կյանքում, И это очень серьезно в нашей жизни. եւ գիտեք Սաղմոս 51-ը И Псалом 50, 12-րդ խոսքը, ռուսերենում 14։ 14 стих. Նա երբ որ կարդում ես այս Սաղմոսը, И когда читаешь этот псалом, այս Սաղմոսը ամբողջությամբ ապաշխարության Սաղմոս է։ и этот псалом о покаянии, Նա ապաշխարում է։ он кается. Նա զգում է, որ ինչ որ մի բան խախտվեց իր կյանքի մեջ։ Он чувствует, что в его жизни что-то случилось, Նա զգում է, որ ինչ որ մի բան կորավ իր կյանքի մեջ։ что-то исчезло в его жизни. Նա շատ բաներ է խոսում։ Он говорит многое. Ողորմիր ինձ Տեր, Помилуй меня, Господь. Աստծո առաջ գալիս է եւ ապաշխարում է։ Приходит пред Богом и кается. Եվ 12-րդ խոսքը 14 стих ասում է. говорит: Դարձյալ տուր ինձ քո փրկության ուրախությունը եւ կամավոր հոգով հաստատիր ինձ։ Возврати мне радость спасения Твоего и духом владычественным утверди меня. Դե սա լավ աղոթք է, Это хорошая молитва, որ մենք անենք։ чтобы мы делали. Եթե զգում ենք, որ մեր կյանքում ինչ որ մի բան խախտված է, Если мы чувствуем, что в нашей жизни что-то нарушено, առաջվա պես չի։ не так, как ранее. Այն ժամանակ, երբ որ ես հիշում եմ ինձ, Тогда, когда вспоминаю себя, որ ապաշխարել էի, когда я покаялся, ու կրակը մեջս վառվում էր, и огонь во мне горел, ամեն ինչ ուզում էի անեի, и я все хотел делать. անգամ լավ երգել չգիտեի, երգում էի, Я даже хорошо петь не мог, но пел. բայց հիմա Но сейчас ինչ որ մի бан կանգնեցնում է ինձ։ что-то меня останавливает. Ինչ որ մի բան փոխվել է։ Что-то изменилось. Ինչ որ մի բան խախտվել է հոգևոր кյանքի մեջ։ Что-то нарушилось в духовной жизни. Եվ Դավիթը երբ որ դա զգաց, И Давид, когда это почувствовал, ինքը եկավ Տիրոջ առաջ он пришел пред Богом եւ ասեց Տեր, и сказал: Господь, վերադարձրու ինձ верни мне փրկությանս ուրախությունը։ радость спасения. Ինչ որ մի բան հասկանում եմ, որ խախտվել է իմ կյանքի Я մեջ։ понимаю, что что-то нарушилось в моей жизни. Ես չարեցի այնպես ինչպես որ դու էիր Я не ուզում։ сделал так, как ты этого желал. Ես մի օր որոշեցի ինքս ինձանով Я в один день сам по себе решил հանգստանալ մի քիչ, просто отдохнуть. ծուլիկություն անեմ, Немного լինիցը։ лениться, да, полениться.
մնամ տունը, остаться дома, հանգստանամ մի քիչ։ отдохнуть немного. Այսօր էլ չեմ գնա А եկեղեցի։ сегодня я не пойду в церковь. Այսօր էլ չեմ գնա խմբակ։ А сегодня не пойду на домашнее служение. Այսօր չեմ գնա աղոթքի։ Сегодня не пойду на молитву. Կամ չեմ գնա ինչ-որ մեկին այցելության։ Или не пойду кого-то посещать. Ճանապարհները փակ են, ցուրտ է, չգիտեմ, Дороги փոթորիկա քամի закрыты, է։ холодно или еще что-то. Սերնես է շատ կարևոր հարց է մեր կյանքի մեջ։ Возможно, это очень важный вопрос в моей жизни. Եվ դա нашей жизни. կախված է հենց այդ փրկության ուրախության հետ։ И это связано с радостью спасения. Եվ երբ որ Դավիթ այդ ամենը հասկացավ, И когда Давид все это նա понял, եկավ Տիրոջ առաջ он пришел перед Богом եւ ասեց. Տեր, и сказал: Господь, ես գիտեմ, я знаю, խախտված այդ ամենը, все это нарушено. բայց ես ուզում եմ, որ դու վերադարձնես իմ Но я մեջ։ хочу, чтобы ты это вернул в меня. Ես ուզում եմ վերականգնվեմ։ Я хочу, чтобы обновиться. Ես уզում եմ, որ ինչպես որ առաջ էի, Я хочу как ранее, այնպես էլ հիմա լինեմ так и сейчас, чтобы я եւ был таким. ապագայում այդպես լինեմ։ И в будущем я таким был. Ամեն։ Շատ կարևոր է։ Очень важно. Եվ գիտեք, մենք էլ պետքա Դավիթի պես սիրտ ունենանք։ И мы должны иметь сердце, как у Давида. Նա երբ որ զգաց այդ ամենը, Когда он это все услышал, նա չհամաձայնվեց այդ վիճակի հետ։ он не согласился с этим состоянием. Ասես սենցա լավ դե, որ սենցա ուրեմն սենցա Он сказал: է։ ну если так, значит так. Չէ, նա չհամաձայնվեց։ Нет, он не согласился. Նա եկավ Տիրոջ առած ապաշխարությամբ Он пришел перед Богом с покаянием եւ ասեց. Տեր վերադարձրու։ и сказал: Господь, верни. Այն ինչ որ կորցրել էի վերադարձրու։ То, что я потерял, верни. Եվ մենք էլ պետք է այդպես լինենք սիրելիս։ И мы должны быть такими возлюбленными. Չհամաձայնվեց ոչ մի իրավիճակի հետ քո կյանքի մեջ։ Не соглашайся ни с какими обстоятельствами в твоей жизни. Չհամաձայնվեց, եթե տեսնում ես ինչ որ մի բան խախտված է քո կյանքում։ Не соглашайся, если ты чувствуешь, что что-то нарушено в твоей жизни. Չէ՞ որ մենք որպես մարդ Ведь мы как люди, մենք քննում ենք մեր կյանքը։ мы исследуем свою жизнь. Հիշում ենք անցյալը, Вспоминаем прошлое, հիշում ենք հիմա вспоминаем то, что сейчас, եւ համեմատություն ենք անում։ и делаем сравнение. Ոնց էր առաջ եւ ոնց է հիմա։ Как было раньше и как сейчас. Ոնց էի ես առաջ ծառայում, ոնց եմ հիմա Как я ծառայում։ раньше служил и как сейчас служу. Ոնց եմ հիմա ես սուրբերի հետ վերաբերվում, ոնց չեմ Как վերաբերվում։ сейчас я отношусь к святым, а как раньше. Եվ մենք համեմատում ենք։ И мы сравниваем. Եվ երբ որ մենք տեսնում ենք, И когда мы видим, որ խախտված բաներ կա, что есть вещи, которые нарушены, մենք այս աղոթքը պետք է անենք։ мы должны молиться этой молитвой. Տեր, ես համաձայն չեմ։ Господь, я не согласен. Ես գիտեմ, որ առաջ այդպես էի, Я знаю, что я раньше был таким. ես գիտեմ, որ հիմա էլ կարող եմ այդպես լինել։ И знаю, что и сейчас могу быть Եվ таким. ոչ մի բան չի կարող խանգարել ինձ։ И ничто не может мне помешать. Մի հայտնություն ասեմ։ Скажу откровение. Ամենաուժեղ խանգարողները մենք ենք մեզ։ Самые большой проблемы создают сами себе это мы. Ոչ մեկ, ոչ սատանան, ոչ էլ։ Не дьявол и никто. Մենք ենք խանգարում։ Мы мешаем себе. Մենք ենք որոշում։ Мы решаем, Վերականգնվենք թե մնանք այդ դիրքի մեջ։ обновиться или остаться в этом состоянии. Գիտեք, սատանան Знаешь, дьявол միշտ ուզում է այնպես անել, всегда хочет делать, чтобы мы делали так, որպեսզի մենք կորցնենք մեր փրկության ուրախությունը։ чтобы мы теряли радость спасения. Իր նպատակն է, Его цель, որպեսզի մենք կորցնենք փրկության чтобы ուրախությունը։ мы потеряли радость спасения. Երբ որ դա նրան հաջողվում է, И когда этому удается, մենք դառնում ենք мы становимся այնպիսի մարդիկ, такими людьми. որ արդեն մի պահ անտարբերություն է գալի մեր կյանքի մեջ։ И в один момент приходит безразличие. Մի պահ մենք ուղակի մատերի արանքով ենք նայում ամեն ինչին։ В один момент мы сквозь пальцы смотрим на все. Ես նկատի ունեմ եկեղեցում եւ ինչ-որ կախված Աստծո գործին։ Я имею в виду в церкви то, что связано с делом Божьим. Մի պահ լինում այնպես, որ մենք մտածում ենք անենք կամ չանենք։ Момент какой-то мы думаем, делать или не делать. Դե հիմա հավես չկա, лав դե մյուս անգամ կանեմ։ Сейчас мне неохота, в следующий раз буду делать. Եվ եթե մենք դրան ուշադրություն չդարձնենք, И если мы не будем на это обращать внимание, շատ նուրբ ձևով очень тонко սատանան մեզ կտանի մեզանից այդ փրկության ուրախությունը։ он уведет у нас, дьявол, радость спасения. Եվ մենք շատ բաներ չենք կարող անել Աստծո համար։ И мы тогда много не сможем делать для Бога. Եվ եկեք բացենք Հովել մարգարեություն, Откроем пророчество Иаиля. այնտեղ մի հետաքրքիր բան է գրած։ Там написано что-то интересное. Առաջի գլուխ 1 глава, 11-12 խոսքերը կկարդանք։ 11 и 12 стихи прочитаем. Ամաչեք ով երկրագործներ, ողբացեք ով այգեգործներ, ծորենի համար, գարիի համար, որ փչացել է արտի բերքը, որթը չորացել է
Եվ նռնենին թորոմել, թզենին թորոմել, նռնենին արմավենին էլ եւ խնձորերին էլ արտի բոլոր ծառերը չորացել են։ Краснейте от стыда, земледельцы, рыдайте, виноградари, о пшенице и ячмене, потому что погибла жатва на поле, засохла виноградная лоза и смоковница завяла, гранатовое дерево, пальма и яблоня, все деревья в поле посохли, потому и веселье у сынов человеческих исчезло. Ինչի համար։ Почему? Գրված է որովհետեւ Потому что ցամաքել է ուրախությունը մարդկանց որդիներից։ веселье у сынов человеческих исчезло. Սերներս, Возлюбленные, փրկության ուրախության բացակայությունը отсутствие радости о спасении, նա կարող է չորացնել մեր հոգևոր կյանքը։ оно может иссушить нашу духовную жизнь. Գիտեք այգին ինչն է։ Այգին։ А что такое сад? Այգին դա եկեղեցին է եւ մենք եկեղեցու գործավարներն ենք, գործանողներն ենք եկեղեցու մեջ։ И сад это церковь, а мы делатели в церкви. Այգի մեջ մենք գործ ենք անում։ Мы в саду делаем дело. Գիտեք, սեղ ասում է ցորենը, գարին, И здесь написано пшеница, ячмень, թզենի, նռնենի, խնձորները, виноградное дерево, виноград, гранатовое дерево. սա խոսում է մեր մասին։ И это говорит о нас. Սա խոսում է այն ծառերի մասին, որոնք պտղատու ծառեր են, Здесь говорится о тех плодоносных деревьях, которыми являемся мы, որոնք պետքա պտուղ տան։ которые должны приносить плод. Եվ երբ որ պտուղ չեն տալի, И когда они приносят плода, նրանք չորանում են, չէ՞ они որ засыхают. դրա համար պտուղ չեն տալի։ Поэтому не приносят плода. Բայց պատճառը Но причина նրա մասին է, в том, որ что ուրախությունը կորել է։ потерялась радость. Փրկության ուրախությունը կորել է։ Радость спасения потеряна. Եթե ես պետքա դառնայի խնձորի ծառ, Если я должен был быть яблонью ու պտուղ տայի, и приносить плод, եւ այդ պտուղով օրտնվեին շատ շատերը, и этими плодами многие должны եւ благословиться, սատանային հաջողվել է վերցնի ինձանից այդ փրկության ուրախությունը, и у дьявола удалось украсть у меня радость спасения, ես սկսում եմ չորանալ։ я начинаю засыхать. Իմ հոգևոր կյանքը սկսում է չորանալ։ Моя духовная жизнь начинает засыхать. Եվ սատանան շատ ուժեղ դրան ուզում է կպնի։ И дьявол хочет этого сильно коснуться. Անկամ այնպես, Даже так, որ անգամ մենք չնկատենք դա ոնց է կատարվում մեր կյանքի մեջ։ чтобы мы не почувствовали, как это происходит в нашей жизни. Դրա համար մենք շատ ուշադիր պետք է լինենք, Поэтому мы սերներս։ должны быть очень внимательны. Շատ ուշադիր։ Очень внимательны. Գիտեք, այսինքն То есть մեր կյանքի օրհնությունները, благословение нашей жизни, թե հոգևոր, թե նյութական, духовное или материальное, կախված է նրանից, зависит от того, թե ես ունեմ այդ փրկության ուրախությունը թե ոչ։ имею ли я радость спасения или нет. Դրանից կախված է։ От этого зависит. Որովհետև խնդրում եմ հիշիր, Прошу, вспомни, երբ որ դու այդ փրկության ուրախության մեջ էիր, когда ты имел радость спасения, քո համար կապ չուներ ով է ծառայում, թե ով չի ծառայում։ тебе не было разницы, кто служит, кто Դու нет. անում էիր ամեն բան։ Ты делал все. Երբ որ այդ փրկության ուրախությունը քո մեջ էր, Когда радость спасения была в тебе, դու վառվում էիր Աստծով։ ты горел Богом. Դու ուզում էիր ամեն ինչ անել։ Ты хотел все делать. Անկամ հասկանայիր, չհասկանայիր, ամենտեղ ուզում էիր մտնեիր։ Ты понимал того или нет, ты хотел быть везде. Դա փրկության ուրախությունն է։ Это радость спасения. Բայց մի բան գալիս է եւ խախտում է դա։ Но приходит что-то, и оно это нарушает. Եվ դա պետք է վերականգնվի։ И это нужно восстановить. Դա պետք է վերականգնվի։ Это должно восстановиться. Եվ եթե եկեղեցու մեջ կա չորություն եւ անպտղատվություն, И если в церкви есть засуха и неплодоносность, դրա հարցը պետք է լուծվի։ вопрос его должен решаться. Եվ այդ հարցը լուծողները մենք ենք, И мы решаем этот вопрос. որտեղ եկեղեցին մենք ենք, Потому что мы и есть ամեն церковь. մեկս, Каждый из нас. որտեղ Աստված ամեն մեկից կանչել է։ Потому что Бог призвал каждого. Մեկը պետք է խնձորի ծառ լինի, Кто-то должен быть яблоней, մեկը պետք է ցորեն լինի, кто-то должен быть пшеницей, մեկը պետք է գարի լինի, кто-то должен быть ячменем, մեկը պետք է նուր լինի։ кто-то должен быть гранатовым деревом. Դրանք ամենքը շատ լավ բաներ են, չէ՞։ И все это очень хорошие Համով, вещи, вкусные, Քաղցր, сладкие. ու ամեն մեկը տարբերվում են И все отличаются իրանց տեսակներով։ по видам.
Ամեն մեկս մենք տարբերվում ենք մենք տեսակներով, Каждый по видам отличается. բայց նպատակը մեկն է, Но цель одна. որ մենք զբաղված լինենք Աստծո գործով։ Чтобы мы были заняты делом Божьим. Սենես, երբ որ մենք զբաղված ենք Աստծո գործով, Когда мы заняты делом Божьим, մենք ժամանակ չունենք մեղ գործելու։ у нас нет времени грешить. Մենք ժամանակ չունենք օտար բաներով զբաղվելու։ У нас нет времени заниматься чуждыми вещами. Ես մի քիչ ուշ կթվարկեմ փրկության ուրախության գործողությունները։ Чуть позже я перечислю действия радости спасения. Եկեք մի տեղ էլ կարդանք։ Еще одно место прочитаем. Հայտնության գիրք Книга Откровения, 3-րդ գլուխ, 3 глава, առաջի խոսքից կարդանք, с 1 стиха մինչև 3-րդ խոսք։ до 3. Եվ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստծո 7 հոգիները եւ 7 աստղերը ունեցողը։ Գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենթանի ես, բայց մեռած ես։ И ангелу Сардийской церкви напиши, так говорит имеющий 7 духов Божьих и 7 звезд. Знаю твои дела, ты носишь имя, будто жив, но ты мертв. Արթուն եղիր եւ հաստատիր մնացածներին, որ մեռնելու մոտ են, որովհետեւ քո գործերը կատարյալ չգտա Աստծո առաջին։ Бодрствуй и утверждай прочее близкое к смерти, ибо я не нахожу, чтобы дела твои были совершены перед Богом моим. Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր եւ պահիր եւ ապաշխարիր։ Ապա թե չարթնանաս, ես կգամ քեզ վրա գողի պես եւ չես իմանա թե որ ժամում քեզ մոտ կգամ։ Вспомни, что ты принял и слышал, и храни, и покайся. Если же не будешь бодрствовать, то я найду на тебя как тать, и ты не узнаешь, в который час найду на тебя. Գիտեք սիրելիներս, Знаете, возлюбленные, այս խոսքը, это слово, այս քարոզը это проповедь, դա հանդիմանական քարոզ չի։ это не проповедь о влечении, Դա բժշկության քարոզ այսօր։ это проповедь исцеления, Դա փոփոխության քարոզ это այսօր։ проповедь изменений, Դա վերականգնման քարոզ это այսօր։ проповедь восстановления, Որտեղ մենք կարիք ունենք վերականգնվելու այս ամենի մեջ։ потому что мы имеем нужду восстанавливаться во Գիտես всем Աստծո этом. խոսքն է ասում։ Слово Божие говорит, Հիշիր, помни, ոնց լսեցիր, как ты услышал, ոնց ընդունեցիր, как ты принял, ոնց ապաշխարեցիր։ как ты покаялся. Ասում եմ հիշիր, Вспомни, արթուն եղիր դրա մեջ։ будь бодр в этом. Գործ կա անելու իմ ու քո համար սերներս։ Есть дело, которое нужно совершать мне и тебе. Շատ մեռած մարդիկ կան, որոնց մենք պետք է հաստատենք։ Много есть людей, которых надо утверждать. Շատ մեռած իրավիճակներ կան, որ պետք է հարություն առնեն մեր միջոցով։ Есть много мертвых обстоятельств, которые через нас должны воскреснуть. Եվ եթե չլինի այդ փրկության ուրախությունը մեր И если не մեջ, будет радости спасения в нас, մեր համար դա անտարբեր կլինի։ Մենք ասենք դե թող ուրիշ անի դա։ для нас это будет безразлично. Мы скажем, ну пусть другой это делает. Տեր ասված դու ուրիշին բարձրացրու։ Господь, ты других поднимай. Տեր դու ուրիշին բեր թող ինքը անի։ Ты другого приведи, пусть он делает. Բայց Աստծո խոսքը հստակ ասում է. Но Слово Божие говорит, Գիտեմ քո գործերը։ знаю твои дела. Դու ցույց ես տալի, որ կենթանի ես, Ты показываешь, что ты будто жив, բայց ներքուստ մեռած ես։ но внутри ты мертв. Եվ դա կատարվում է ներս այդ ամեն И իրավիճակները։ эти обстоятельства, они происходят внутри. Գիտեք մենք կարող ենք գանք եկեղեցի, Мы можем прийти в церковь, մեզ ցույց տանք, որ մենք կենթանի ենք, показать, что мы живы, ամեն ինչ լավ է, все хорошо, բայց ներքուստ ամեն ինչ մահանում է։ но внутри все мертво. Փրկության ուրախությունը կորած է։ Радость спасения утеряна. Ցանկությունը ինչ որ բան անելու կորած է։ И желание что-либо делать, оно Ցանկությունը утеряно. եկեղեցում ծառայելու կորած է։ Служить церкви, оно утеряно, это желание. Սերես ուզում եմ մատել հայտնություն ասեմ։ И еще одно откровение, возлюбленные. Եկեղեցում В церкви չկա լավ ու վատ ծառայություններ։ нету хорошие и плохие служения. Եկեղեցում В церкви ամեն ծառայությունները каждое служение դա օրհնյալ ծառայություններ է։ это благословенное служение. Դրա համար երբ որ մեկ ասում է ուզում եմ ծառայեմ, բայց այդտեղ չեմ ուզում, այնտեղ եմ ուզում, Поэтому, когда кто-то говорит, я хочу служить не здесь, а там, ուրեմն ինչ որ մի բան խախտված է։ значит, что-то нарушено. Իմ համար կարևոր չի ես որտեղ եմ։ Для меня не важно, где я. Այսօր ես այստեղ եմ, վաղը կարող եմ ներքևը լինեմ, ինչ որ մեկի կոշիկները մաքրեմ, չգիտեմ ինչ որտեղ ավլեմ, չգիտեմ ինչ որ պոլերը մաքրեմ, իմ եկեղեցու մեջ
չկա լավ եւ վատ ծառայություն։ Сегодня я могу быть здесь, завтра могу быть там, могу Եթե служить, այսպեսի делать. հասկացողություն В կա, церкви нету хорошего и плохого служения. Если есть такое понимание, ուրեմն ինչ որ բան խախտված է։ значит что-то нарушено. Ուրեմն փրկության ուրախությունը կորել է։ Значит потеряна радость Եվ спасения. մենք այդ աղոթքը պետք է И անենք։ мы должны молиться этой молитвой. Տեր վերադարձրու, Господь, верни. Տեր հետ բեր, Господь, верни. Տեր կորցրել եմ այդ ուրախությունը։ Господь, я потерял эту радость. Տեր ես հասկանում եմ, Господь, я понимаю, ինչ որ անտարբերություն կա իմ կյանքի մեջ։ что есть безразличие в моей жизни. Ինչ որ ուրիշ ձևով եմ սկսել նայել։ Я по-другому начал смотреть. Ինչ որ ուրիշ ձևով եմ սկսել վերաբերվել։ Я по-другому начал относиться Ամեն հարցերին եկեղեցու մեջ, ко всем вопросам в церкви, եկեղեցու ժողովրդին։ по отношению к людям церкви. Գիտեք, չի կարա sense հասկացողություն լինել։ Не может быть такого понимания. Ես եկեղեցի չեմ ուզում գամ, Я не хочу приходить в церковь ինչ որ մեկի պատճառով։ из-за кого-то. Մի պատմություն կար, Есть одна история. ես չգիտեմ դա իրական է, առակ է թե ինչ է։ Я не знаю, это реальность, притча, что это. Շատ տարիներ առաջ ես լսել եմ, Я много лет назад это услышал. եւ դա իմ սրտի մեջ տպավորվել է։ И оно впечатлилось во мне. Մեկը կանգնում է Աստծուն И один встает пред Богом եւ ասում и է. говорит: Տեր Աստված, Господь, այս մարդը եկեղեցու մեջ этот человек в церкви ներվերից վրա ազդում է։ раздражает меня. Ես որ անտերում եմ, չգիտեմ արդեն ինչ անեմ։ Я когда его вижу, не знаю, что мне делать. Ամբողջ ներքնաշխարհը խառնվում է իրար։ И весь внутренний мир, он просто мешается. Եվ դա Տերը ասում է. И Господь говорит: Լավ, хорошо, մի ուշ շաբաթ կգնանք եկեղեցի, в следующую субботу пойдем в церковь, եւ դու ցույց կտաս հետով այդ մարդը, որը տենց քո ներվերի վրա ազդում է։ и ты покажешь мне того человека, кто так действует тебе на нервы. Եվ երբ որ գալիս են եկեղեցի, И приходят, когда в церковь, դուրը բացում են, ներս են մտնում, открывают дверь, входят внутрь, եւ Տերը ասում է, դե ցույց տուր այդ մարդուն, հետով այդ մարդը։ и Господь говорит: покажи мне этого человека, кто Եվ это. երբ որ այդ մարդը նայում է, И этот человек, когда смотрит, բոլորին տենում է, որ բոլորը Հիսուսն է։ и он видит, что все они как Иисус. Եվ ինքը չի կարող ինչ որ մեկին ցույց տա։ И он не может кого-то показать. Որ տենում է, որտեղ բոլորը Հիսուսն է։ Потому что видит, что все это Иисус. Он Ասում է, Տեր, չկա։ говорит: Господь, нету. Եվ մեր կյանքը И наша жизнь այսպես պետք է լինի։ должна быть такой. Մենք պետք է նայենք Мы должны смотреть Քրիստոսի աչքերով глазами Христа եւ փրկության ուրախության սրտով։ и сердцем, которое наполнено радостью спасения. Եթե Возлюбленные, если ինչ որ մեկը եկեղեցում кто-то в церкви քո ներվերի վրա ազդում է, действует на твои нервы, ուրեմն փրկության ուրախությունից մի քիչ են կողմանց է քեզանից։ значит, радость спасения, она отошла от тебя. Պետք է հետ գալ, Нужно вернуться. որովհետեւ Աստծո խոսքը ասում է. Потому что Слово Божие говорит: Գիտեմ քո գործերը, знаю твои дела. որ դու անուն ունես թե կենթանի ես, Ты имеешь имя, будто жив, բայց մեռած ես։ но ты мертв. Ու եւ ասում է. И говорит: Արթուն եղիր бодрствуй եւ հաստատիր մնացածներին, и утверждай остальных, որ մեռնելու են, которые умрут. որովհետեւ քո գործերը կատարել չգտա Աստծո առաջին։ Ибо я не нахожу, чтобы твои дела были совершенны перед Богом. Եվ այստեղ Աստված ելքը տալիս է։ И здесь Бог дает Ինչ выход, անենք, как ինչ делать. անենք։ Как делать? Տերը Что ասում է. делать? Бог говорит: Հիշիր, вспомни, հիշիր, вспомни, ինչպես ընդունեցիր, как ты принял ինչպես լսեցիր, и как ты слышал, հիշիր ինչպես պահեցիր, и храни. ինչպես ապաշխարեցիր։ Вспомни, как хранил и покайся. Գիտես, սա ելքն է մեր։ Это наш выход. Երբ որ մենք հիշում ենք, Когда мы вспоминаем, գնում ենք անցյալ, мы идем в прошлое. հիշում ենք այդ ամենը, Вспоминаем все это. ինչպես ենք ընդունել, Как приняли, ինչպես ենք վարվել, как действовали այն ժամանակ, в то время. հա? Եթե անգամ մեզ նեղացնեին, Если бы даже нас обидели, մենք այդ նեղացնելը օրհնություն էինք համարում։ мы эту обиду считали за благословение. Ես չեմ ասում, որ լավ է նեղացնելը, Я не говорю, что это хорошо Ищи, что обижать. сказать. Поймите меня правильно. բայց մեր сրտի դիրքը, Но позиция сердца, наша, փրկության ուրախությունը радость спасения, չի կենտրոնանում ոչ մի սխալի վրա։ не дает сконцентрироваться на каких-то ошибках. Փրկության ուրախությունը Радость спасения, կենտրոնանում է միայն Աստծո կամքի վրա։ оно сконцентрировано только на Божьей воле. Թե ինչի համար եմ ես կանչված На что я призван եւ ինչ ունեմ անելու։ и что мне нужно делать. Եվ եթե ես անում եմ այդ И ամենը, если я все это делаю, ես զբաղված եմ։ я занят.
Ինձ հետաքրքիր չի։ Мне не интересно, Այն մեկը ինչ անում, այն մյուսը ինչ անում։ кто делает тот или тот. Ես զբաղված եմ։ Я занят. Ես գիտեմ իմ անելիքը։ Я знаю, что мне нужно Ես գիտեմ, делать. որ ինչ պետք է անեմ։ Я знаю, что я должен делать. Ամեն։ Аминь. Փարտիրոջը, Слава Փարք Господу. Հիսուսին։ Слава Иисусу. Համար ես գիտեմ մի бан, Поэтому я знаю одно, որ այսօր что сегодня ժամանակն է, время, որ այդ ամենը մեր մեջ վերականգնվի։ чтобы все это в нас Այս восстановилось. Աստծո խոսքի համաձայն, Согласно Слову Божьему, որպեսզի մենք կենթանիներ լինենք, чтобы мы կենթանի были հոգիներ լինենք, այսպես ասեմ։ живою душою, Կենթանի հավատացյալներ լինենք։ были живыми верующими, Մենք չկրենք անուն որպես կենթանի, բայց ներքուս մեռած լինենք։ чтобы мы не несли имя, что живы, но внутри были Սերից мертвы. չհամաձայնվես ներքուս մեռած վիճակին, Не соглашайся внутри быть мертвым, որովհետև դու շատ կարևոր ես Աստծո համար, потому что ты очень дорог для դու Бога, շատ կարևոր ես Աստծո տան համար, ты дорог для Дома Божьего, եւ դու շատ բաներ ես կանչված Աստծո համար անելու։ и ты призван многое делать для Бога. Ես սատանայի նպատակն է И цель врага քեզանից վերցնի փրկության ուրախությունը, забрать у тебя радость спасения, որ դու կորցնես ընդունակությունը գործելու Աստծո փառքի համար։ чтобы ты потерял способность действовать ради славы Божьей. Բայց երբ որ մենք տեսնում ենք, Но когда мы видим, որ խախտվում այդ ամենը, что все это нарушается, մենք պետքա չհամաձայնվենք դրա мы не հետ։ должны с этим соглашаться. Մենք պետքա Դավիթի աղոթք անենք։ Мы должны молиться молитвой Давида. Տեր վերադարձրու ինձ Господь, верни меня. փրկության ուրախությունը։ Дай мне радость, верни спасение, радость спасения. Եվ ես հավատում եմ, И я верю, որ մենք այդ ժամանակի մեջ ենք ապրում, что мы живем в это время. որ մենք չպետքա երազենք անցյալի մասին։ Мы не должны мечтать о прошлом. Մենք պետքա հենց այդ ձևով էլ ապրենք ներկայում եւ ապագայում եւ դրանից ավառավել։ Мы так и должны жить в прошлом, настоящем и в будущем. Աստված չի փոխվել։ Бог не Ինքը изменился. նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Он тот же вчера, сегодня и Նրա вовеки. կամքը չի փոխվել։ Его воля, она не Նրա изменилась. գործերը չեն փոխվել։ Его дела не изменились. Դա մենք կարող ենք փոխվել։ Это мы можем Բայց меняться. այսօր Տերը ասում է. Но сегодня Господь говорит, Հիշիր, помни, դու գործ ունես արնելու։ у тебя есть дело, которое ты Ես должен քեզ դարձրել եմ совершить. կենթանի հոգի։ Я тебя сделал душою Իմ շունչը живою. փչել եմ քո վրա, Я свое дыхание вложил в որպեսզի тебя, դու էլ կենթանացրես մեռածներին։ чтобы и ты других мертвых оживил. Բայց սատանան ուզում է քեզ քաշի նորից մեռած վիճակի տանի։ Но дьявол хочет тебя снова ввести в мертвое состояние. Չհամաձայնվես, Не սիրելիս։ соглашайся, возлюбленный. Չհամաձայնվես։ Не соглашайся. Դու քեզ նայի, Ты смотри на себя, որպես Աստծո ընտրյալ մարդ, как на Божьего избранного человека, Աստծո ծոցված մարդ, на помазанного Богом որ դու человека, գործ ունես անելու այս երկրի վրա։ у которого есть дело, которое нужно делать здесь на земле. Ամեն։ Аминь. Եվ թող Տերը այսօր վերականգնի И пусть Господь сегодня восстановит ամեն մեկիս կյանքը жизнь каждого. եւ խնդրում եմ, И որ прошу, դու ուղղակի մտածես, чтобы ты просто думал, եթե կգտնես քո մեջ если ты найдешь в себе ինչ որ խախտում սերլես, какое-то нарушение, չմնաս դրա մեջ։ не оставайся в этом. Արի Աստծո առաջ, Приди перед Богом. աղոթ կանենք մենք, այսօր աղոթք ենք անելու, И сегодня будем молиться, որ Տերը վերադարձնի այդ փրկության ուրախությունը, чтобы Господь вернул радость спасения, որ մենք գործենք Աստծո փառքի համար, чтобы мы действовали ради славы որ մենք Божьей, զբաղված լինենք Աստծո գործի մեջ, чтобы мы были заняты в деле Божьем, որ մենք չթուլանանք Աստծո գործի մեջ, чтобы мы не ослабевали в деле Божьем, ծուլություն չանենք, чтобы мы не ленились, որպեսզի Աստծո անունը փառավորվի։ чтобы имя Божье прославилось. Գիտեք, այսօր գալիս ենք մեքենայով, Сегодня я ехал в машине, իմ փոքրս տղայի հետ էինք խոսում, и мы говорили с младшим сыном, եւ իրան հիշեցնում ենք այն մարգարեությունները, որ իր կյանքի վերաբերյալ եղել է, и напоминали ему пророчества, которые были относительно его жизни. եւ ինչ որ մի բան խախտված է, որ այդ մարգարեությունները չի կատարվում իր կյանքի մեջ, իր մտածածով։ И он думает, что это что-то нарушено, что эти пророчества не сбываются. Ասում եմ, հիշում ես, որ մարգարեություն եղավ եւ SS բաները ասեց մարգարեն քեզ։ Я говорю, ты помнишь, когда было пророчество, и пророк сказал так какие-то вещи Ասում тебе? այո։ Он говорит, да, Ասում помню. եմ, բա ինչի համար է դու տես չես անում։ А я говорю, а почему ты так не делаешь? Ասում եմ, ուրեմն մարգարեությունները չի կատարվել։ Он говорит, значит, пророчества не сбылись. Գիտես, մեզանից է կախված մարգարեությունները կատարվի թե չէ։ От нас зависит, пророчество Աստված будут խոսքը сбываться или нет. ուղարկել է։ Бог свое слово отправил. Մեզանից է կախված։ От нас зависит. Նա մտածում է, Он думает, եթե խոսքը եղել է, если было слово, հիմա ինքը չի ապրում այդ խոսքի պես, если он не живет согласно этому слову, ուրեմն մարգարեությունները չեն կատարվել։ значит, пророчества они не сбылись. Այդ ձևի բան չկա։
Нет такого. Աստծո խոսքը կենթանի խոսք է։ Слово Божие, оно живое. Աստծո խոսքը երբ որ դուրս է գալիս իր բերանից, Когда Слово Божие, оно исходит из его уст, նա գալիս է ճիշտ նպատակով, оно приходит с правильной целью. եւ մինչեւ իր գործը չանի, И пока не совершит то, зачем пришло, ինքը ետ չի վերադառնում։ оно не возвращается Դա обратно. ճշմարտություն է եւ դա իրականություն է։ Это истинная реальность. Եվ մենք կանչված ենք, И мы призваны, եւ մենք ընտրված ենք, и мы избраны, որ Աստծո համար գործենք։ чтобы действовать ради Бога. Եվ եթե ինչ-որ մի բան խախտված է, Если что-то нарушено, դա չի նշանակում, որ Աստված կարող է չէր կանչի ինձ։ это не означает, что, может, Бог не призвал меня. Կարող է ուղղակի պատահական ես եկեղեցում հայտնվա։ Может быть, я просто случайно оказался в церкви. Այդպես բան չկա։ Нету такого. Եթե խախտվել է, Если что-то ուրեմն нарушилось, դա մեզանից է։ значит, это от нас. Աստված из-за իր տեղում нас. է մնում։ Бог остается на своем месте. Բայց այսօր Աստված Но сегодня Господь ուզում է վերականգնի մեր կյանքը։ хочет восстановить нашу жизнь. Ուզում է վերականգնի մեր ներսի վիճակը։ Он хочет восстановить состояние, которое Ուզում внутри է нас. վերադարձնի մեզ փրկության ուրախությունը, Вернуть нам радость спасения. որպեսզի մենք գնանք եւ չհոգնենք, Чтобы мы шли и не уставали. վազենք եւ չթուլանանք, Чтобы мы бежали и не եւ ослабевали. գործենք Աստծո փառքի համար։ И трудились ради славы Божьей. Զբաղված լինենք ուղակի։ Чтобы мы были заняты. просто. Այնքան զբաղված, Настолько заняты, որ մենք չմտածենք վատ բաների մասին։ чтобы мы не думали о плохих вещах. Ամեն։ Аминь. Փառք Տիրոջը, փառք Слава Հիսուսին։ Господу, слава Иисусу. Գիտեք ինչ անում փրկության ուրախությունը։ Что делает радость спасения? Ես արդեն ասեցի դա։ Я уже сказал об этом. Փրկության ուրախությունը դա այն է, Радость спасения это то, երբ դու զբաղված ես միշտ Աստծո գործով։ когда ты всегда занят делом Божьим. Փրկության ուրախությունը Радость спасения մեզ միշտ պահում է գործող վիճակում։ всегда нас держит в состоянии, когда мы готовы действовать. Գիտես, երբ որ ավտոյի յուղը չփոխես երկար ժամանակ, Если ты долго не будешь менять масло в машине, մոտորը կխփի։ мотор он встанет. Իսկ փրկության ուրախությունը А радость спасения, ինքը մեզ միշտ պահում է այդ յուղի վիճակում, оно всегда нас держит в состоянии вот այդ թարմ этого վիճակում։ свежем состоянии. Եթե ամեն անգամ И когда каждый раз, մենք փրկության ուրախության մեջ ենք, когда мы пребываем в состоянии մենք радости գործող спасения, վիճակի մեջ ենք։ мы в состоянии, которое Մենք позволяет միշտ գործող действовать. ենք։ Մենք Действовать. միշտ անում ենք։ Мы всегда делаем. Ամեն։ Аминь. Փրկության ուրախությունը Радость спасения, մեզ հետ է պահում մեղքից, оно нас удерживает от греха. որովհետև մենք ժամանակ չունենք մեղ գործելու։ Потому что у нас нет времени грешить. Մենք զբաղված ենք Աստծո գործով։ Мы заняты Божьим делом. Գիտես, դա այնքան կարևոր է, Настолько это важно, երբ որ մտածում ես եւ նայում ես когда смотришь и думаешь Դավիթի կյանքին, на жизнь Давида. մի օր В один день որոշեց պատերազմի չգնա։ он решил не пойти на сражение. Մի օր որոշեց Աստծո կամքի մեջ չլինի։ В один день решил не быть в воле Божьей. Մի օր որոշեց, որ այն ինչ որ պետք է ինքը աներ Աստծո համար, դա ինքը չաներ, մնացած ուրիշները անեին։ И то, что он должен был сам делать для Бога, он решил, что другие должны делать. Եվ դա լրիվ ուրիշ բանի վերածվեց։ И это все переросло в нечто другое. Սերես մենք կարող ենք մի փոքր սխալ ունենանք Мы можем иметь небольшую ошибку, եւ դա մեր կյանքում շատ վատ լինի։ и будет иметь плохие последствия. Դրա համար Աստծո խոսքը ասում արթուն Поэтому եղիր։ Слово Божье говорит, бодрствуйте. Արթուն եղիր։ Бодрствуй. Կարա լինեն Могут այդ быть, ձևի բաներ, որ մենք փրկության ուրախությունը կորցնենք մի բան։ что мы можем в моменте потерять радость спасения. Կարա լինի մենք մարդ Может быть ենք, такое. բայց Но վատը նա է, плохо то, երբ որ մենք հաշտվում ենք եւ համաձայնվում ենք այդ իրավիճակի հետ։ когда мы соглашаемся с этим состоянием. Եվ տարիներով մենք կարող ենք գալ եկեղեցի գնալ, И мы годы можем приходить в церковь, ուղղակի уходить, քարոզը լսել ու գնալ, слушать проповедь, уходить. բայց ներքուստ Но внутри դու գիտես, որ դու կանչված ես առավել ինչ որ բանի համար։ ты знаешь, что ты призван для большего. Դրա համար խնդրում եմ, Прошу որ поэтому մենք тебя, քննենք մեր սրտերը։ чтобы мы исследовали свои сердца. Եթե կա խախտված բան, Если есть что-то нарушенное, մեզ պետք է վերականգնվել։ нам нужно Մեզ восстановиться. պետք է վերականգնվել։ Нам нужно восстановиться. Ամեն։ Аминь. Փրկության ուրախության մեջ չկա պայմաններ։ В радости спасения нету условий. Հարմար է թե չէ։ Удобно или нет? Եթե ստացվի կանեմ, եթե չստացվի չեմ անի։ Получится, буду делать. Нет, так нет. Դե տենան ոնց կլինի։ Ну, посмотрю, как будет. Փրկության ուրախության մեջ չկա այդպիսի հասկացողություն։ В радости спасения нету таких понятий. Փրկության ուրախությունը Радость спасения դա միշտ պատրաստ վիճակն է։ – это всегда готовое состояние. Ամեն։ Аминь. Փրկության ուրախության մեջ В
В радости спасения կամ մեծ սեր есть большая любовь նրա նկատմամբ, ով մեզ փրկել է։ по отношению к тому, кто нас спас. Հալելույա։ Փրկության ուրախությունը Радость спасения մեզ դարձնում է գերբնական մարդիկ։ делает нас сверхъестественными людьми. Գիտես մենք կանչված ենք Мы призваны գերբնական մարդիկ լինելու, быть сверхъестественными людьми, գերբնական գործեր անելու Աստծո համար։ делать сверхъестественные дела для Бога. Բայց սատանան մեր թշնամին Но враг наш дьявол միշտ ուզում է մեզ գերբնականից տեղափոխել սովորական մարդու վիճակի։ всегда хочет нас сверхъестественно переключить на роль обычного человека. Բայց փրկության ուրախությունը Но радость спасения, միշտ մեզ պահում է այդ վիճակի մեջ, որ մենք գերբնական մարդիկ ենք լինում։ оно всегда нас хранит в том состоянии, что мы сверхъестественные люди. Գերբնական բաներ ենք անում։ Мы делаем сверхъестественное. Գերբնական բաներ ենք մտածում։ Мы думаем о сверхъестественном. Անկախ ամեն ինչից։ Даже несмотря ни на что. Անկամ երբ որ տեսնում ես, որ քո կյանքի մեջ ամեն բան փուլ է գալիս, Даже если ты видишь, что в твоей жизни все оно рушится. բայց դու գնում ես առաջ։ Но ты идешь вперед. Դու չես նայում ոչ մի բանի։ Ты не смотришь ни на что. Դու ծառայում ես։ Ты служишь. Դու անում ես Աստծո կամքը։ Ты делаешь волю Божью. Եվ դա փրկության ուրախությունն է քո մեջ գործում։ И это действует в тебе радость спасения. Ամեն։ Аминь. Հալելույա։ Փրկության ուրախությունը Радость спасения կախված չի ոչ մի հանգամանքներից։ не зависит ни от каких обстоятельств. Կապ չունի ինչ է կատարվում իմ կյանքի մեջ։ Неважно, что происходит в моей жизни. Ես մնալու եմ Я буду իմ դիրքի մեջ։ пребывать в своем Ես состоянии. մնալու եմ Աստծո կամքի մեջ։ Я буду пребывать в Божьей воле. Ես մնալու եմ Աստծո գործի մեջ։ Я буду пребывать в делах Божьих. Ես анելու եմ Աստծո կամքը, Я буду делать волю Божью. անկախ ամեն ինչից։ Независимо ни от чего. Ամեն։ Փառք Աստծուն։ Слава Богу. Փրկության ուրախությունը Радость спасения փրկում է մարդկանց спасает людей մեր միջոցով։ через нас. Երբ որ այդ փրկության ուրախությունը մեր մեջ կա, Когда эта радость спасения есть в нас, մենք չենք մտածում այսպես։ мы не думаем так. Ադե ես փրկվել եմ, всё, երիք արդեն։ Ну я спасся и хватит. Կարևորը ես եմ։ Главное я. Չէ, Нет. ես մտածում եմ։ Я думаю, Քանյատ աթոռ կա դատարկ, сколько есть пустых стульев, Տեր Աստված պետք է լսվեն այդ աթոռները։ Господь, эти стулья должны наполниться. Տեր ինձ ուժ տուր, համարձակություն տուր։ Дай мне смелость, Господь, и силы Մարդկանց քո խոսքը պատմեմ։ говорить людям Твое Слово, Փրկության մասին խոսամ։ говорить о спасении. Մեզ պետք է դա։ Нам нужно Եվ դա это. անում է փրկության ուրախությունը, Это делает радость որ спасения. ես անտարբեր չեմ մնացածի մեռած վիճակին։ Я не безразличен к мертвому Հայտության գիրքն состоянию ասում։ других людей, говорит Слово Божье. Հայտության գիրքը Книга ասում է։ Откровения. Դու պետք է հաստատես Ты должен утвердить մեռածներին։ прочих близких к смерти. Եվ դա անում է փրկության ուրախությունը։ И это делает радость спасения. Փրկության ուրախության մեջ В радости спасения կա մեծ ուժ ու զորություն Ես մեզ բաշայ- պահելու Աստծո կամքի մեջ։ сила нас хранить в Божьей воле. Փրկության ուրախությունը Радость спасения շատ մեծ ուժ ու զորություն է իր մեջ կրում։ имеет большую силу в себе. Մեր ներսը, մեր կյանքը, Наше нутро, нашу որովհետեւ մենք жизнь, մնանք Աստծո կամքի մեջ եւ Աստծո ծրագրերի մեջ, чтобы мы пребывали в Божьей воле и в Его планах. որ անկախ ամեն ինչից Чтобы независимо ни от чего մենք անենք Աստծո գործը։ мы делали дело Божье. Ամեն։ Ամեն. Փառք Աստծուն։ Слава Փառք Богу. Տիրոջը։ Слава Господу. Թող այսօր Տերը Пусть сегодня Господь վերականգնի, восстановит, վերադարձնի вернет փրկության ուրախությունը радость спасения. եւ մենք գործենք Տիրոջ համար, И чтобы мы действовали для Господа. որովհետեւ մենք շատ ժամանակ չունենք այս երկրի вրա ապրելու։ Потому что у нас немного времени жить здесь на земле. Մենք պետք է հասցնենք Աստծո գործերը անենք։ Мы должны успеть делать дела Божьи. Ես դա ասել եմ, Я это говорил. նորից եմ ուզում И ասեմ, снова хочу сказать. ես Աստծուն ասել եմ։ Я Богу говорил. Տեր Աստված, Господь, ինձ չփորձվել շուտ տանես այս երկրից։ не пробуй меня раньше времени забирать с Ես этой- տենց էլ с աղոթք этого եմ мира. արել։ Я так и молился. Համաձայն եմ, որ շատ դժվար է, Я согласен, что это сложно. բայց Но ես ուզում եմ անել այն, ինչ որ դու իմ համար նախասահմանել ես։ я хочу делать то, что ты для меня Ես предопределил. ուզում եմ անել այն այս երկրի վրա, ինչ որ դու ծրագրավորել ես իմ համար։ Я хочу делать то, что ты запланировал для меня. Դրա համար չեմ уզում շատ շուտ ես գամ քո մոտ։ Поэтому не хочу раньше времени приходить к тебе. Չնայած որ մի վարքյան շուտ ընդեղ գնալը ավելի լավ է։ Хотя на секунду раньше оказаться там, это лучше. Ամեն։ Аминь. Եվ դա գիտես փրկության ուրախությունն է, И это радость спасения, որ քո մեջ վառվում այդ ցանկությունը։
Когда это желание, оно в тебе Դու вот վարվում кипит, ես։ оно кипит. Եկեղեցում ամեն ծառայությունը, И каждое служение երբ церкви, որ դու անում ես, когда ты делаешь, դու սենց ասեմ, скажу так, նո հայ ռուսերեն չգիտեմ ոնց է թարգմանելու, իմիջալոց չես անում։ ты это не делаешь спустя рукава. Դու անում ես շատ սենց մեծ զգացմունքներով, Ты это делаешь с чувствами, սենց նրբությամբ։ делаешь это тонко. Գիտես ամեն մասինքին կպնելը եկեղեցու մեջ։ И касаясь всего в церкви, Դու գնահատում ես ամեն գործիքին, ամեն աթորին, ամեն գրքին, ամեն անգամ ջուր, որ բերում դնում ենք։ ты ценишь все, все книги, все ценишь, все, что воду, когда ставят, все ценишь. Դա պետք է սովորական չլինի մեր համար։ Оно не должно быть обычным для нас. Երբ որ կա փրկության ուրախությունը մեր И մեջ, когда есть радость спасения в нас, ես դա գնահատում եմ я это ценю. եւ վերաբերվում եմ ճիշտ այնպես, ինչպես որ կարգն է, И я действую так, как нужно. ինչպես որ պետքն է։ Как нужно и как решено. Ամեն։ Փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Slava Եկեք Bogu, վերջի slava տեղն եմ ուզում Gospodu. կարդամ եւ մենք աղոտ կանենք։ Последнее место хочу прочитать, будем Եսայի молиться. մարգարեություն Пророчество Исаии, 61-րդ գլուխ, 61 глава, 10-րդ խոսքը։ 10 стих. Ես ուրախությամբ պիտի ուրախանամ Տերովը, իմ անձը պիտի խնդա իմ Աստծով, որովհետև նա ինձ փրկության հանդերձներ հագցրեց, արդարության պատմությանը գցեց իմ վրա, ինչպես մի փեսա, որ դնում է իր խոյրը եւ մի հարսի, որ զարդարում է իր զգեստները։ Радостью буду радоваться о Господе, возвеселится душа моя о Боге моем, ибо Он облег меня в ризы спасения, одеждою правды одел меня, как на жениха возложил венец, и как невесту украсил убранством. Գիտես ինչպես ես ասեցի, Как я сказал, այս փրկության ուրախությունը радость спасения, նման չի մնացած ուրախություններին։ она не похожа на остальные виды радости. Գիտես մնացած ուրախությունները, Остальные виды радости, դրանք ժամանակավոր են։ они временные. Ես շատ էի ցանկանում այս բաժակը ջրով, որտեղ ծարավեի, Я очень желал эту воду со стаканом, потому что жаждал. ես խմեցի Я выпил եւ անցավ, ուրախացա ու всё, վերջ։ и обрадовался, и все. Բայց փրկության ուրախությունը Но радость спасения, դա հավիտենական է։ оно вечно. Ես ասում եմ կուրախանամ Տերովը, И когда я буду радоваться о Господе, կցնծամ իմ Աստծով։ буду ликовать Богом моим. Ինչի համար։ Почему? Որովհետև փրկության հանդերձները ինձ հագցրել։ Потому что Он одел на меня одежды правды, Ինձ փրկել է ինքը։ одежды спасения. Он спас Ինձ меня. փրկություն ա տվել։ Он дал мне Ես спасение. փրկված եմ։ Я спасен. Ես Աստծո գործի մի մասնիկն եմ։ Я часть дела Божьего. Ես Աստծո երեխեն եմ։ Я являюсь чадом Божьим. Ես Աստծո գործակիցն եմ։ Я являюсь соработником Եվ Божьим. ես կցնծամ։ Я буду Եվ ես ликовать կուրախանամ։ и буду радоваться. Գիտես, երբ որ նայում ես, И когда смотришь մի քիչ վերև, чуть выше, գրված է սուքի մասին, написано о печали, գրված է ավերակների մասին, написано о разрушении, որ ավերակներ են, что были որ разрушения, փլատակներ են, պետքա դրանք կառուցվեն։ и которые нужно восстанавливать, Եվ այս разрушения. խոսքը, երբ որ խոսվում է սրա մասին, И это слово, когда говорит об этом, չի նշանակում, որ ամեն բան իդեալնի է, не означает, что все идеально, եւ ես այդ ժամանակ նոր կուրախանամ Տերով եւ կցնծամ и Իրանով։ только тогда я буду радоваться о Господе, буду ликовать. Այս ուրախությունը Эта радость կախված չի դրանից։ не зависит от этого. Այս փրկության ուրախությունը, Радость спасения, երբ որ ես գիտակցում եմ, когда я осознаю, թե ինչից է ինձ Աստված ազատել, от чего Господь меня որ освободил, դժողքից ինձ հանել է, что Он от ада меня вывел, որ մահից ինձ ազատել է, что освободил меня из ада որ ամեն անեծքները քանդել է իմ կյանքի մեջ, и разрушил всякое проклятие որ в моей ամեն жизни, կապանքները քանդվել է իմ կյանքի մեջ։ что все оковы были разрушены в моей жизни. Ես ուրախանում եմ, Я радуюсь, ցնծում եմ Տերով, я ликую Господа, որովհետև փրկության հանդերձներ եմ հագել։ потому что я одел одежды спасения. Այն ժամանակ քայլում էի ճղած հանդերձներով, Я до этого ходил в ризах ճղած рваных, կոշիկներով։ в рваной обуви. Ինչ որ մի տեսակ լավ չէր վիճակս, Как-то мне было нехорошо. բայց Տերը փրկեց Но Господь спас. եւ փրկության հանդերձներ հագցրեց И Он ինձ։ одел меня в одежды спасения. Եվ ես կուրախանամ, И я буду եւ радоваться. ես կցնծամ նրանով, И я буду ликовать им, որովհետև ես փրկված եմ։ потому что я спасен. Սիրելիս ուզում եմ ասեմ, Хочу сказать, возлюбленные, թույլ չտաս не позволяй, սատանան чтобы дьявол այս աշխարհի հոգսերը
бремя этого мира, անգամ քո մտածելակերպը եւ քո միտքը, даже твое мышление и твои мысли, որ այդ հանդերձները հանի քո վրայից եւ հին հանդերձներ հագցնի քեզ։ чтобы Он снял с тебя эти одежды и одел старые одежды. Թող Տերը այսօր վերականգնի մեր փրկության ուրախությունը Пусть сегодня Господь восстановит радость спасения. եւ ուրախացիր քո փրկությունով, И радуйся своим спасением. որովհետեւ քեզ նոր հանդերձներ ատրվել երկնային, Потому что тебе даны новые одежды небесные. փրկության հանդերձներ Одежды спасения. եւ դրանից առավել И более этого ոչ մի բան մեզ պետք չի։ ничего нам не нужно. Մենք դրա մեջ լինենք, Мы будем в этом пребывать, ապրենք, будем жить, քայլենք ходить եւ մնացածներին էլ բերենք դրա մեջ։ и остальных приведем в это. Ամեն։ Ամեն։ Փարտիրոջը, Слава Փարք Господу. Հիսուսին։ Слава Иисусу. Ցերես ուզում եմ կանգնենք ոտքի վրա, մենք աղոտ քանենք։ Возлюбленный, хочу, чтобы мы стали на ноги и молились. Այսօր ժամանակն է, Сегодня время. քննելով մեր սրտերը, Исследуя свои сердца, գանք Տիրոջ առաջ прийти перед Богом եւ ասենք, и скажем, եթե кա խախտված բաներ մեր если есть կյանքում, что-то нарушенное в моей жизни, Տեր վերականգնի իմ փրկության Господь, ուրախությունը։ восстанови радость спасения. Ես ուզում եմ պատղատու ծառ լինեմ քո այգու մեջ։ Я хочу быть плодоносным деревом в Твоем Ես саду. ուզում եմ պտուղ բերեմ քո տան մեջ։ Я хочу приносить плод в Твоем доме. Ես ուզում եմ գործող մարդ լինեմ։ Я хочу быть человеком, который действует. Ես չեմ ուզում կանգ առնեմ մի տեղի մեջ։ Я хочу где-либо остановиться. Ես ուզում եմ շարժվեմ առաջ։ Но я хочу двигаться вперед. Տեր վերադարձրու փրկության ուրախությունը։ Верни радость спасения. Հալելույա Հիսուս։ Аллилуйя. Հալելույա Հիսուս։ Հալելույա Հիսուս։ Տեր մենք քո առջև ենք գալի Տեր։ Господь, приходим пред Հալելույա Тобой. Տեր իմ Աստված։ Փառք են տալիս քեզ։ Тебе славу воздаем. Շնորհակալ ենք Տեր, Благодарный Господь. որովհետև հավիտենական կյանքի խոսքեր ունես Տեր։ Потому что имеешь глаголы вечной жизни. Այսօր մենք խնդրում ենք քեզանից Տեր, Мы просим Тебя сегодня. վերականգնում Տեր, Восстанови. վերականգնում Տեր, Восстанови փրկության ուրախությունը Տեր։ радость спасения. Ինչպես Դավիթ աղոթք արեց Տեր, Как Давид молился, մենք էլ աղոթք ենք անում так Տեր։ и мы молим. Վերադարձրու փրկության ուրախությունը մեր Տեր։ Верни радость спасения. Վերադարձրու Տեր։ Верни. Թող ամեն խախտվածները նորոգվեն Տեր։ Пусть все, что Թող ամեն խախտված բաները վերանորոգվեն Пусть все, что Տեր։ нарушено, обновится. Թող վերականգնվեն Տեր իմ Աստված հոգևոր կյանքերը Տեր։ Пусть обновятся духовные жизни. Թող ամեն չորությունը հեռանա քո ժողովրդից Пусть Տեր իմ всякая Աստված։ засуха оставит Твой Հիսուսի народ. անունով։ Во имя Այսօր ես Иисуса. հակառակվում եմ Տիրոջ անունով։ Сегодня именем Иисуса я Եկեղեցու մեջ противлюсь в церкви ամեն չորությանը всякой засухи. Հիսուսի անունով, Во имя ամեն Иисуса. անտարբերությանը Всякое безразличие. Տիրոջ անունով։ Во имя Иисуса. Հալելույա Տեր։ Аллилуйя. Թող այսօր քանդված լինի։ Пусть все это будет разрушено. Այն ամենը ինչ որ թշնամին է կառուցել քո ժողովրդի կյանքի մեջ։ Все то, что дьявол строил в жизни твоего народа. Եվ թող վերականգնվի փրկության ուրախությունը Տեր ամեն մեկի կյանքի մեջ։ И пусть восстановится радость спасения в жизни каждого из Եվ ամեն нас. մեկը թող կանգնեն այն կոչման մեջ, որի մեջ կանչված են Տեր։ И каждый будет стоять в том призвании, в котором призван. Եվ այդ ամենի մեջ իմ Աստված И во всем этом թող քո անունը փառավորվի Տեր։ пусть Твое имя прославится. Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Благодарен Тебе. Սուրբ Հոգի խնդրում եմ Дух Святой, քեզանից, прошу, որպեսզի ամեն մեկը чтобы каждый, ոչ թե մեռած հոգևորներ լինեն, այլ կենթանի Տեր հա։ чтобы не были мертвыми верующими, но живыми. Թող այդ կենթանությունը գա Տեր։ Пусть эта живость, она придет. Քո խոսքը ասում է, Твое Слово говорит, երբ որ դու ստեղծեցիր մարդը когда Ты сотворил человека եւ քո շունչը փչեցիր նրա վրա, и вдохнул в него, նա կենթանի հոգի եղավ։ он стал душою живою. Տեր այսօր փչիր քո շունչը նորովի մեր վրա Տեր։ Сегодня вдохни свое дыхание в нас и обнови. Թող վերականգնվի փրկության ուրախությունը մեր մեջ։ Пусть обновится радость спасения в нас. Հիսուսի զորավոր անունով։ Во имя Иисуса. Շնորհակալ ենք քեզանից։ Благодарны Тебе. Շնորհակալ ենք քեզանից։ Благодарны Тебе. Շնորհակալ ենք Տեր։ Благодарен Господь. Շնորհակալ ենք Տեր։ Благодарны. Հալելույա։ Հիսուսի անունով։ Именем Иисуса. Հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Ամեն, ամեն, ամեն։
Փառք Տիրոջը, Слава Богу! թող փառավորվի Տիրոջ անունը։ Пусть прославится имя Господа.